Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար, շնորհակալ եմ այս ժամին միանալու համար, եթե բաժանորդագրված չեք, անպայման բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված եք, կարող եք տարածել եւ դնել այդ հավանության նշանը, որ լայք ա կոչվում։ Այսօր շատ բաներից ենք խոսալու, բայց ուզում եմ մի հատ ընդհանուր մի բան ասեմ, որ այս երկրվա մեջ ինչ պատերազմը սկսել է Իրան եւ Իսրայել, որ նայում եմ ինչա կատարվում քաղաքական վերլուծական դաշտում այն մարդկանց մոտ, որոնք սովորաբար կարող է ես ասենք մի րոպե, 5 րոպե, ասենց արագ լսեմ ով ինչ անունի նոր բան ասելու, փոխանցելու եւ տեղական եւ արտասահմանյան եւ ռուսական, ուկրաինական։ Ես միշտ բան եմ անում, ֆիլտրում եմ ինֆորմացիոն դաշտը, որտեղ հասկանամ ինչա կատարվում։ Հիաստապությունս այնքան խոժն է, որ երևի 90% այն ինչ որ ես հետևում էի, կարող եմ ասենց հանգիստ խղճով թափել ջուրը, ասեմ ինչի մասին է խոսքը։ Ես միշտ մտածում եմ, որ օրինակ այս ուկրաինական դեպքերը լուսաբանողները, բան ասենք, բոլոր կողմերից, երևի իրենք ուղղակի արդարության, ճշմարտության, մի խոսքով դրանց ջատագովներն են, ոչ թե պրոպագանդիստներ, որովհետև գիտեք, նորությունը ինքը նորություն է, ինքը ինֆորմացիա է, հա, ինքը մեկի համար լավ է, մյուսի համար վատ, կարող է տես լինի, մեկի համար եթե լավ է, թշնամու համար կարող է վատ լինի, եւ հակառակը, բայց ինքը նորություն է, հա, երբ որ դու սկսում ես այդ նորության հետ անկեղծ չվարվել, մանիպուլացնել, դու արդեն դադարում ես վերլուծող կամ չգիտեմ, մարդ լինել, ազնիվ մարդ լինել, էլի։ Հիմա իմ կարծիքով ամենաբարձր մասնագիտությունը, որ մարդ կարող է ունենա, բարձր կոչումը կներեք մասնագիտություն չի, դա մարդ լինելն է, մարդը, որ ինֆորմացիային նայում է հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների, որոնք շատ ժամանակ հանգարում են, եւ ամենակարևորը, իր պրոպագանդիստական եւ ճաշակի ուղեցրիչ չի տանում դա։ Շատ քիչ մարդ մնաց, որոնց կարելի է ուղղակի լսել այս ընթացքում, օրինակ պարզ բան ասեմ, ես երեք շվեցին էի լսում, ու ինքը հստակ հակաիրանական գծի մեջ էր, բայց նույնիսկ իր համար ուներ հստակ հակաիրանական գիծ, ու դա վերջում ինքը բացատրեց ինչի է, որովհետև Իրանը վաճառում է, դա անկեղծ ասեց, որ ինքը չի սիրում այդ երկիրը, որովհետև Իրանը վաճառում է այդ շախերները Ռուսաստանին, ես իրան հասկանում եմ, բայց քանի ինքը պրոֆեսիոնալ է, ինքը երևում է, որ հավասարակշռված պրոֆեսիոնալ մարդ է ուղղակի, ինքը ներկայացնում է այն ինչ որ կա, որովհետև սա է կարևոր, ոչ թե դու վերցնես եղած նորությունը քո ուզած բանով, բանցիկով փաթաթես, փաթեթանորես ու տաս դες ինչ լավ բան է, չի լինում, դες բան չի լինում, եթե դու նույնիսկ անում ես այդտեղ, այդ ոտակների մեջ նշանակում է ուղղակի դու չես ասնում ամենաբարձր կոչմանը, ամենաբարձր կոչումը հետևորդների քանակը չի, դիտումների քանակը չի, քեզ հավանեցին, չհավանեցին, ամենավա չհավանեն, ինչ-որ մի մաս, քան դու ինքդ քեզ խաբես եւ ամենակարևորը կորցնես մարդկային դիմագիծը։ Հիմա ուզում գնանք այն նորությունները պատրաստելու, ներկայացնելու, ինչը որ ես այսօրվա համար պատրաստել եմ։ Տեսեք, ես երբեք Սամվել Կարապետյանի կամ Կարեն Կարապետյանի հանրապետականներն եղել, չէ, իրանց մեղմ ասած երկրպագուն չեմ եղել, իրանք միշտ իմ համար ասոցացվել են կոռումպացված գաղութարար ռեժիմի հետ, դա Սերժ Սարգսյանի իշխանությունն է եւ Ռուսաստանի իշխանությունները։ Միշտ, որպես այդ կառույցի, այդ երկրի ներկայացուցիչները բիզնես ոլորտում, որոնք էլ պահել են Հայաստանում իշխանությունները, որպեսզի այդ իշխանությունը ծառայեցնի Հայաստանի շահերը Ռուսաստանին, մի խոսքով։ Սա մեծ մի հատ կորպորացիա է։ Իրանք դրա համար այդ իմ աշկում դա են եղել։ Սա անձնական չի, սա քաղաքական է։ Այսինքն ես այդ բանը ռակուրսից ասեմ, տակ եմ տեսել իրենց գործունեությունը։ Եթե այնտեղ ինչ-որ մի հատ բարեգործական միջոցառում էլ անել են, դա ինձ բացարձակապես չի հուզել, ոչ շնորհակալություն հայտնելու համար, ոչ դատապարտելու համար, բացարձակապես, այսինքն իրանք միշտ եղել են իմ համար
այդ կայսրության ներկայացուցիչները բիզնես ոլորտի, որը ծառայեցնում է Հայաստանը Ռուսաստանի շահերին, Հայաստանի քաղաքական ղեկավարությունների ձեռքով։ Դա է եղել։ Բայց այն այսօր ինչ որ կատարվեց Հայաստանում, երևի շատերը գիտեք, իսկ ինչ կատարվեց, որ Սամվել Կարապետյանը ուղղակի բարձ ասեց, որ ինքը աջակցում է եկեղեցուն եւ որպես հայ քրիստոնյա ինքը դեմ է այս ամեն ինչին եւ չի ընդունում։ Իսկ Կարեն Կարապետյանը եղբայրը ավելի խորը գնաց եւ ասեց, ես չեմ ուզում սпасեմ, որ երբ են գալու իմ թորնիկներին իրենց տան մեջ կներեք, վնասել։ Չեմ ուզում բառ ասեմ իր արտաբերացել կոպիտ կնչի։ Հասկացաք։ Իմ համար շատ բնական, շատ մարդկային նայեք, թե քաղաքականություն չկա, քաղաքական ինչ որ ճաշակի ոլորտի մարդ չի։ Պարզ հայերեն բնական, այնի որպես պապիկ խոսեց, այն մեկնել է որպես երևի քրիստոնյա մարդ կամ եկեղեցու աջակից։ Հասկանալի է, որ այդտեղ կարող է քաղաքական տան լինի, ինչի եկեղեցի աջակից, որովհետև եկեղեցին ջեր մանրամերությունների մեջ է, իր հետ կարող անձնական ինչ որ է, կամ ուղղակի հասկանում է, որ եկեղեցու վրա հարձակումը դա ընդհանրապես պետականության վերջի փշուրն է, այսենց ուզում ոտի տակ տված լինի։ Կարող է դա է, կարող է ուղղակի որպեսի չեմ անում, չգիտեմ, հազար բան կարող է լինի ու դա էական չի։ Բայց ինչ կատարվեց հետո։ Հետո ինչ կատարվեց ամենահիմար բանը, որ կարող է լինել։ Եկեղեցուն աջակցելուց հետո Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթաց են պատրաստվում իրականացնել մի անգամից։ Այսինքն մի վարք է։ Այստեղ է պրոպագանդան տարբերվում նորություններից։ Հիմա, եթե sense բան լիներ ասեն պրոպագանդիստների դեմ, ասել վերջապես հիմա առիթը կօգտագործվի, ես Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործ կառուցես։ Մի վարք է։ Եթե Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործ կար, միջև հիմա պետք է դա սկսած լիներ։ Եթե չկա սկսում եք, նշանակում է դուք որոշել եք, որ դուք Աստված եք Հայաստանում եւ ասենք ով ձեր ճաշակի մեջ չի, դուք կարող եք քրեական գործ սկսել դրա նկատմամբ։ Եվ մյուս տարբերակը, եթե քրեական գործ կար, դուք գիտեիք ու միջև մա չեք իրականացնում այդ հետապնդումները, նշանակում է դուք անցակից եք։ Սա մի բան է, որ ճիվաղը իր մետաստազներով առ այսօր չհասկացան, որ ցանկացած մեկին, որոնք հայտնի են քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում, այդ իրանց պատկերացած նախնիներից, եթե այսօր խոսում են հանցագործության մասին, նշանակում է իրենք հանցակից են, որովհետև 7 տարի ունեին այդ ամեն ինչը իրականացնելու համար, ասենք արդարադատություն իրականացնելու համար։ Բայց դե պարզերում է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդումը ու այստեղ ես չեմ կարող չկանել Սամվել Կարապետյանի կողքին։ Ոչ թե կողքին, որ ասեմ չի կարելի, ճիվաղ։ Չի կարելի, դա հակասահմանադրական է, հակաօրինական է, ինչպես դու, ինչպես քո գոյությունը, ինչպես քո ամբողջ գործունեությունը։ Այսինքն այստեղ իմ ու Սամվել Կարապետյանի անձնական, քաղաքական ճաշակներն ու ըմբռնումները ընդհանրապես կապ չունեն։ Ես իրեն նայում եմ մեկին, որ ինքը կանգնել է եկեղեցու կողք, մեկը նայում եմ երկրի վարչապետը, որ միանգամից որոշում է, որ պետք է իր նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ Ու մեկ էլ հայտարարում է, որ հատուկ գործողություններ կիրականացվեն առավոտյան ժամը 4-ից ինչի համար, որովհետև մի անգամ փորձեցին այդ մասկի շոուն մի անգամից, պատկերացնում եք, սա եթե պետական հանցագործ էր, ինչ չէ բռնում մի անգամից։ Հայտարարությունից հետո ուղարկումը կարմիր բերետավորներ, մասկերկով ինչ որ ԱԱՑ-ՄԱԱՑ, կարծեմ 45 հոգի, ես ուղղակի հստակ տվյալները չունեմ, որտեղ չկարողացա գտնել։ Կամ բերված ենթարկվածներ, երկու հոգու ձեռք կոտրել են ու բավարարված չի։ Ու ես ուզում եմ հիշացնեմ այս ճիվաղի խոսքերը միջև այն, երբ որ Սամվել Կարապետյանը կաթողիկոսին չէր աջակցում։ Ողջուն ենք բոլոր այն մարդկանց։ Սկզբից լսենք։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ մենք
անուն առանուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք նույնիսկ կապ չունի աշխարհայացքային քաղաքական երբեմն ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում եւ Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը եւ ես ուզում եմ որ մենք բուրըն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց եթե Փաստում եք հասկացանք, չէ՞ որ սա ամեն մի խոսք է ինչ որ ասել է առաջ ուղիղ տրամաբանական հակառակ ինքի հիմա անում է հիմա այսպես հետևություն ով այս տրամաբանությունը ընդունում է ով այս գործելավոճը ընդունում է նա առնվազն Նիկոլ Փաշինյանն է համապարփակ եմ ասում որովհետև այնտեղ հայոյանք չկա որ կարող է բնորոշի այդ մարդուն անեցք չկա որ կարող է բնորոշի այդպես բառ չունի հայերեն աղքատ լեզու դուրս եկավ էլի որ իրեն բնորոշի ամբողջ բառով ում համասան նորմալ է ինքը Փաշինյան Փաշինյան Նիկոլա ես չեմ ասում Նիկոլ որտեղ ուրիշ Նիկոլներ էլ կան ինքը Փաշինյան Նիկոլա ինչպես եւ իր ամբողջ շրջապատը եւ դրանից հետո ինչա կատարվում Սամվել Կարապետյանն ասում է եթե քաղաքական ուժերը չեն կարողանում կասեցնել այդ գործընթացը Հայաստանի այդ եկեղեցու նկատմամբ մենք կմիջամտենք որ կասեցնենք այդ գործընթացը ու դրանից հետո միանգամից հիմա ես քեզ իմ ձևով միջամտեմ ստահակ կա միջամտեմ Փաշինյան Նիկոլն է գրում իր էջու մարդուն ասելով ստահակ հիմա ես իմ ձևով կմիջամտեմ ուղարկում է որ ձերբակալ է դու ենք ստանում որ ԱԱԾ-ն չի ենթարկում Փաշինյան Նիկոլին բայց Փաշինյան Նիկոլն արդեն ասել է ես հիմա իմ ձևով քեզ կմիջամտեմ ստահակ ու ստատուսի վրա խնդրեմ ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ ավելի ճիշտ ձեզ բոլորիդ հետո մի 3 ժամ հետո գրում է սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի սա Հայաստանի Հանրապետությունն է հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա այս որ նայում ենք այսա Նիժնի Տապրի մասին առանձին խոսանք հույս ունեմ որ պետության համը բերաններդ կմնա այսինքն մենք այն պետություն չենք ունենա հույս ունի ինքը հույս ունի որ պետության համը բերաններն է մնալու այսինքն մենք պետություն էլ չենք ունենա ինքը հույս ունի դրա համար է երևի մեկ օրից երկու օրից թռնում Անկարա մյուսը նախկինում ու մենք էլ ասում ենք նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով պոռնկացած բացասական հոգևորականների մասին խոսելիս օգտագործել է բացառապես կանոնագիրքը ու այսպիսի այլանդակություն եթե սա կարելի է այլանդակություն ասելով վերջացնել իհարկե ու այսպես շարունակ բա միջամտի արա ինչի ես չուլանում պահկվել նույնիսկ Կարեն Կարապետյանը եղբայրը ասեց ես ես որակի չեմ կարա իջնեմ ես ինչ ասեմ ինչ եմ պահկվել ես թե կանգնած եմ սա գրում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ու կարևոր չի ինքուն մասին ալու նույնիսկ եմ ասում եթե սա մարդ կա որ սա իր համար նորմալ է սա իրան ուրախացնում է նշանակում է ինքը Փաշինյան Նիկոլա ինքը վտանգավոր մարդ է հայկական պետականության համար եթե նույնիսկ հարազատ բարեկամս դա լինի նշանակում է ինքը այնքան adekvat չի որ չի հասկանում ինչա նշանակում պետություն այնքան adekvat չի որ չի հասկանում ինչա նշանակում վարչապետի ինստիտուտ ինչա նշանակում լեքսիկոն ընդհանրապես պետական կառավարում ու երկրորդը զգում եք սրա մտքի մեջ լեքսիկոնի մեջ չուլան բառը ինչքան կա պախկվել սա դրա համար էլ Հայաստան բանը չի համասարանը չի կարողացել ավարտել վռնդել են դուրս կիսատ է մնացել կրթությունը լսում ես աղբամանի կողքը պատտվող առնետ առաջին մարդը որ պետք է տանել կրթել նաև կրտել խնդրեմ չուրանում պահկված մեկին գտնում ես պինցետով վզից բռնում ես ու տանում ես կրտելու զգում եք սա լեքսիկոնում ես չուլան բառն ինչքան է կրկնվում գիտեք ինչից է
գլխի մեջ չուլանա։ Իրոք, ամեն մարդու լեքսիկոն, ամեն մարդու խոսակցական նյութ իր ամբողջ օրվա մտածմունքի, իրեն մտահոգող թեմաների արտահայտումն է։ Դամայդ այդ գիտությունը ոչ կոչվում է վերբալ անալիզ, հա, որ մարդկանց խոսքերն են վերլուծում, դրանով շատ բան են հասկանում, մարդու հոգեվիճակը, կրթության աստիճանը, ինչ են ուզում ասել, մտահոգությունները, վախերը, հա, մտածությունները, ամեն ինչ երևում է։ Հիմա ես ասում եմ, որպես է դրան տիրապետող մեկ, ասում, սրա գլխի մեջ չուլանա ուղղակի, որտեղ ինքը պահկվել է, իր գլխի մեջ ինքը չուլանում, ինքն է պահկվել։ Կամ սա, ու սա ամբողջը մեկ օրվա մեջ է, մեկ օրվա մեջ է, մի որ հանկարծ ես դադար տամ չանդրադառնամ սա թեմաներին, կարող է հաջորդ օրը ամբողջ հարթումը գնա սրա ստատուսների վրա։ Գրում է Կճիչ Ներսիսյան, այն պոռնկաբարո Արշակ Սրբազանից ճակերտների մեջ, ասա վերընկնի տեղը, բարիս բուն իմաստով վերընկնի տեղը եւ բարիս բուն իմաստով պոռնկաբարո։ Հիմա սա իրականությունն է, ժողովուրդ, ես տեսեք ցույց եմ տալի, ցիտում եմ, որ չասեք, ինձ բան եմ հորինում։ Սա նշանակում է մենք պետություն չունենք։ Բոլոր իմաստով, ինստիտուցիոնալ իմաստով, հեսա մենք անդրադառնանք այդ անպայման, ով պետքա որ սա վերահսկի, հա, այդ մարմիններին, բոլորին անդրադառնալու ենք։ Ինստիտուցիոնալ, բարոյական եւ ամենակարևորը, տեսեք մեր շուրջը ինչ է կատարվում։ Հայաստանի գլխավոր մարդը, գլխավոր մենեջերը Հայաստանի ինչով է զբաղված, որի մեջ չուլանա, ինքը նպահկված է ու իր բանը մտածմունքը մարդկանց պատժելն է, ում համար ասում էր նրանք մեր գանձերն են, իրանց պետք է շնորհակալություն հայտնել առանց բանի անկախ նրանից քաղաքական ճաշակներն են, որտեղ նրանց միլիոնները Հայաստանում են ծախսում եւ Արցախում, որ ինքը հաջողությամբ նվիրեց, ասելով դա մերը չի, հա։ Նորից կրկնեմ ուղղակի, եթե սա մեկին ուրախացնում է, ախ, տեսալ ոնց նրանց տեղը դրեց, հա, կամ ճիշտ է, հա, նշանակում է ինքը ուղղակի Փաշինյան Նիկոլա, այն տարբերությամբ, որ ինքը բան չի, վարչապետ չի, որտեղ ինքը չի հասկանում ինչ է նշանակում պետություն, պետականություն, իշխանություն, ինստիտուտներ եւ այլն եւ այլն։ Այսինքն հիմա տեսեք, նույնիսկ հայերու բան ցանկություն չկա մոտս, որ ասեմ, էսի սա է, չէ, որտեղ էսի որ սա է, պարզ է, բա մնացածը, որոնեղ ասենք չգիտեմ լայք կամ սրտիկ են դրել, ինչ որ 590 հոգի։ Ես ուղղակի չեմ մտնում այնտեղ կարդամ, ես այդքան ժամանակ ու նյարդեր չունեմ, ինձ ուղղակի հետաքրքիր է ինչքան մարդ կա իր որակի Հայաստանում, որ պատրաստ է Հայաստանը տանել կործանման, որովհետև այս որակի լինել նշանակում է Հայաստանը տանել կործանման։ Բայց որ տեսում ընդամենը 590 հոգի է այնտեղ, ասում լավ է, կարող է չէ 50,000 լինել։ 590 հոգի մեծ թիվ չի, բացարձակապես մեծ թիվ չի։ Մի խոսքով, բայց ունենք այն ինչ ունենք։ Հիմա տեսնենք դրանից հետո ինչ ա լինում։ Դրանից հետո միանգամից իրեն պատասխանում են Կալուգայից։ Սկսում են հեգնել Կալուգայից։ Որ Փաշինյանը Կալուգայում գյուղ է գտել Նիժնի Տապար անունով Կարապետյանին խոզարկելուց հետո։ Խնդրեմ։ Միանգամից։ Ես չեմ ասում, որ Սալավիովը իր եթերում անդրադարձավ սրան, հարցը դա չի, մի պրոպագանդիստ է Սալավիովն է, հարցը դա չի, հարցը նա է, որ սա ասվում է մեր երկրի վարչապետի կողմից ու դրսում քննարկվում է մեր երկրի վարչապետի խոսքերը, ասում եմ մի երկրում, որը 100 կիլոմետրի վրա այնտեղ բալիստիկ հրթիռներ են պայթում, որտեղ 100 կիլոմետրի վրա բունկեր են ուզում տրակացնել, որտեղ միջուկային պրոցեսներ կա։ Պատկերացնում եք։ Երևանից Պարսկաստան ուղիղ գծով կարող է 100 կիլոմետր էլ չլինի։ Ուղիղ գծով։ Ինչ վրա է։ Ուղիղ ինքը սահմանի վրա է, ասեք առաջի այն որ գիշերցել եք պետքա չքնի, որովհետև այս պատերազմից է կախված նաև Հայաստանի ապագան ոնց կլինի, ինչ կլինի ապագա թե չի լինի։ Բայց ոնց որ դա շատ չի հետաքրքրում, որովհետև ասում է հուսով եմ դուք առանց պետություն կմնաք, պետության համը բերաններդ կմնա։ Դե, ինչպես միշտ,
ինքը ունի մետաստազների մի խումբ, որ անպայման իր ամեն մի հիմարություն, որպես աջակցություն, դա կլինի հայոյան կաթողիկոսի, քահանայի, ցանկացած հիմարություն, միանգամից վերցնում են իրենց վրա, որպես ասած ասեմ, ամենամոտիկ մարդիկ, այնպես աջակիցներ եւ իրենց վրա են տանում սրանք։ Ինչ ասում։ Այդ լսենք։ Առակաբարո տերտերների որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության մատյան գունդը Միջև առաջ անցնել ես ուզում եմ իման ասեմ։ Լսի այ վիճվածք, կներեք բարիս համար, որ ձեր մոտ եմ ասում։ Աշխարհում եթե կատարյալ անառակաբարո մեկը կարող է լինի, այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր կողքին հավաքված բոլորը անխտիր։ Բոլորը ընդ որում դու քո ընկերները բոլորը, սա ես չեմ ասում վիրավորելու, սա դիագնոզն է, սա իրականության մասին է։ Անես բան չեմ ասում, որ ես տենամ աշխերիդ նայեմ չեմ ասելու, աշխերիդ նայեմ ավելի բան կասեմ, որովհետև հիմա ուզում եմ ասեմ, բայց ես հերբից ասող տղա չեմ, ուզում նայեմ աշխերիդ մեջ, ասեմ, որ դու ինֆարկտից սատկես տեղում։ Ցած վախից ես մահը գա աշխիտ առաջով անցնի գնա։ Հիմա ընդամենը ասում եմ հերբից, որ ես աշխարհի երկրագնդի վրա այն կատարյալ անառակաբարո եթե մեկնել կա, այսօր Փաշինյան Նիկոլնա իր շուրջ հավաքված բոլորով անխտիր բոլորով այնտեղ չի կարող մեկը լինել բացառություն։ Ասենք առաջ։ ակտիվացել է եւ այդ մատյան գունդի տրոյական ձիերի հերթական չաբանն է ուրեմն հոսքն է նկատվում օտար տարբեր ուրեմն երկրներից գործակալական նկրտումներով Հայաստանում ներդրված ամենատարբեր անձանց միջոցով եւ մենք տեսնում ենք, որ ուրեմն այսօր Հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել ուրեմն Կտրիչ Ներսիսյանի եւ որոշ անառակաբարո տերտերների պաշտպանության, այլ նաեւ ասում է, որ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձևերով այդ հարցը կլուծենք։ Այդ ձեր ձևերը ո՞րն է։ Լույսերն եք անջատելու։ Հե լույսերը հենա անջատում եք։ Իսկ չեք կարող մի հատ ձեր Ուրախ է, չէ՞, բանակցել լույսերն եք անջատելու։ Կոնջոյան Եթին։ Հիշում ես, որ Գագոյին Ծառուկյան Սերժիկը մցնել էր կոլբան, Աշոտյանը Արմենը սկանգնեց, այն առուց տղուն ասեց մենք ենք քեզ մեծացել կոլբայում, ոնց մեծացել ենք, այնց կվերացնենք գնաս։ Հիշում ես։ Գիտես դրանից հետո Աշոտյանը չի մնաց կենթանի։ Նախ որ Գագոն ընդունեց, որ ինքը այո, կոլբայի մեջ աճեցած կենթանին է, երկրորդն է, որ Աշոտյան Արմենը իր անունից չէր ասում է Սերժ Սարգսյանի անունից։ Դա է պատճառը, որ ասենք Ծառուկյան Գագոն Աշոտյան Արմենին չգցեց իր առույցների վանդակը։ Կամ ասենք իր էշերի վանդակը, որտեղ ասենք սմբակներով այնքան ծեծային բան չմնար Աշոտյան Արմենից։ Մենակ դա պատճառը, որ դե կանած է Սերժ Սարգսյան, իր անունից էր դա ասվում, երկրորդը Գագոն ընդունեց Ծառուկյան, որ դա ինքն է։ Հա, ինքը ընդունեց, իր հետևի ոտերի վրա կանգնեց, հանձնվեց։ Պատկերացնում ես քո վիճակը, դու հիմա փաստորեն Փաշինյան Նիկոլի անունից ես ասում սա։ Կամ ամենավատ տարբերակն եմ ասում, քո անունից ես ասում, ասենք Սամվել Կարապետյանին տրոյական ձի։ Դու պատկերացնում ես քեզանից ինչ պիտի մնա։ Օրենքով եմ ասում։ Օրենքով։ Պատկերացնում ես։ Եթե քեզ թվում է, այդ դուբինկեք այդ ենիչերիները միշտ լինելու են քո կողքը, ոչ, այդ դուբինկեն լինելու է քո կողքը, բայց ոչ քեզ ճանապարհպաշտպանելու համար։ Ու շատ շուտով։ Ու ես ուրախ եմ, որ դուք ձեր այդ բոլոր տեղերը կորցրել եք, այն բոլոր հնարավոր ծակերը կորցրել եք դուք։ Շատ լավ է։ Նիկոլն էլ է կորցրել։ Իրան թվում է իրան sense հրամանա տվեց, ԱԱՑ-ն ում պետքա գնալու գա ուտի ու գժված է որ չի կարող Սամվել Կարապետյանին ուտի ոնց որ ինքը ուզում է։ Այ ով ես դու, որ դու դուրս գաս իմ դեմ։ Ինքը արդեն այնքան լուրջ է ընդունել իրան։ Ու ինձ այնքան դուր է գալի, որ վերջում այդ ով է դուբինկեկը պաշտպանում է իրար, դուբինկեկն իջնելու իր գլխին։
Լավագույն դեպքում եմ ասում, այնտեղ ավելի դաժան կատարելագործված ձևեր կան, հələ, բայց կիմանանք ոնց են օգտագործելու, ոնց ուզում են այդ ինֆորմացիան գալու է հասնի մեզ։ Այնպես որ կոնջուրային եթին Սամվել Կարապետյանը Ծառուկյան Գագոտ չի, ոչ էլ Կարեն Կարապետյանը, հա, իսկ քո տերը առավելևս Սերժներ չի, դու նույնիսկ չես ասում, եթե նույնիսկ Սերժիկն է տերդ, Սերժիկի անունից դու չես ասում, այս ամեն ինչը, ու պատրաստ եղի, ինչ հնարավոր յուղելու մատերիալ կա, վազելինատիպ, գրպանդ նավսեկի մանալ, սիրտս այդպես վատ բաներ է ենթադրում, մյուսը, ու որոշել է արդեն, ազգայնացման քննարկելու ժամանակն է, փաստորեն հեցը անարման արդեն, քանի որ հեցի տնօրենը տերը խոսացել է բանին կաթողիկոսին պաշտպանելու մասին, ինքը արդեն մտածում է, որ հեցը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի 13,000-ավոր քաղաքացիներին։ Լսում եք։ Հիմա ես հարց եմ տալի, էլի ուրեմն կամ դու քաղաքական շանտաժ ես անում, քրեական գործ ուզում ես ֆիքսիա արուցել ես մարդու նկատմամբ, կամ հանցագործություն է եղել, որ ինքը պետք է կոպեկ առ կոպեկ հատուցեր, բայց դուք կոծկել եք այդ հանցագործությունը, այսինքն դուք հանցակից եք։ Կոնջենա, այս է հարցը, այս պատասխանը պետք է տաս այ եթին։ Անպայման պետք է տաս, ու այդ օրը գալու է որ պետք է տաս, ուղղակի դու պիտի խնդրես, որ քեզ ապահով, հենց քո ասած այդ մասկակով տղեկով, հա, որ մկանները ստեղից է սկսում։ Այստեղ։ Չկա էլ են կարևոր մասը ստեղից սկսում է։ Իրենց համար մեկ է, իրանք ում են ուտելու։ Այսինքն, երբ որ մասկեկով տղեկ են գան հետևիցդ, այս հարցի պատասխանները դու պիտի տաս ու պիտի երազես, որ իրանց ներկայությամբ տաս։ Դեռ կարող է այլ ձև դասավորվի քո ճակատագիրը։ Իսկ դու դրա համար ամեն ինչ անում ես, ինչ հնարավոր անում ես։ Ու մենակ դու չէ։ Այս նարկամանն էլ է լուրջ ընդունել, որ ինքը հավերժ է։ Այսան թվում է ինքը եթե քաչալ է, ինքը Աշոտյան Արմենն է։ Արա դուք Աշոտյան Արմեն չեք, Աշոտյան Արմենի, ես ինչ ասեմ, էդել չեք, այն ինչ որ ամենավատ բան կա Աշոտյան Արմենի վրա, դա էլ չեք նույնիսկ։ Ոնց եմ ասում, Աշոտյան Արմենն ինչ ասում էր, ասում է Սերժիկի անունից, դուք ասում եք Նիկոլի անունից, պատկերացեցիք դուք ձեր տարբերությունը, հա, ինչ ասում սա, Սամվել Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով, ինքը պետք է զբաղվի քո հարցերով։ Ինչ է նշանակում սա, հիմա գալիս եմ իրավական դաշտ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության իշխող ուժի պատգամավորը սպառնում է Սամվել Կարապետյանին, որ ինքը որպես քաղաքացի աջակցում է եկեղեցուն։ Սա հանցագործություն է թե չէ։ Աղջի, այնտեղ բան կա, նախարար կա, հեսա դրանել եմ անդրադառնալու, ես ոնց չանդրադառնամ չի լինի այսօր։ Սա հանցագործություն է թե չէ։ Իհարկե հանցագործություն է։ Սա սպառնալիք է, ընդ որում հանրային կարգով հնչեցած, գրեմ մոտս ոչ մոտ, բլի։ Հանրային ձևով հնչեցրավ, այ եթե Սամվել Կարապետյանը իրոք զահլա ունի, ես կարծում եմ, որ սա կարևոր հանգամանք է, հիմա պետք է վաղ իր փաստաբանները այս հարցով ուղղակի որպես սպառնալիք, որպես քաղաքական դիրքորոշում հայտնելու համար սպառնալիք, ի՞նչ է։ Աջակցությունը ի՞նչ է, քաղաքական դիրքորոշում է, քաղաքացիական դիրքորոշում է։ Ինչ որ է, այնտեղ հանցանք չկա։ Ու դրա համար այս նարկամանը, որ ինքը նույնիսկ չեն հասկացել, ես վստահեցնում եմ, ինքը չի հասկացել ինչ է խոսում։ Այս նարկոտիկը տես բան է, ուղեղը չորացնում է։ Այս պլանկյաշների, այս նարկամանների ուղեղը սա չորացած է։ Դրան հələ գումարեք անպատժելիության զգացումը, տեսեք ինչ է ստացվում, մտ խայտարակ բան է ստացվում, սիմբիոզ է ստացվում։ Տեղից էլ հաշվեկը ուղեղ չի եղել երբեք, որտեղ եթե ուղեղ լներ, հաստատ Փաշինյան Նիկոլի կողքը չէր լինի, չէր մտնի այս մասսայական սպանդի տակ, հա, որ ես սերնդեսերունդ այս հարցը պետք է լուծվի, չեք կարողանալու փախնեք, աշխարհի վրա տեղ չի լինելու ձեզ փախնեք։ Պլյուս նարկոտիկը, պլյուս այս խոսքերը։ Հիմա Սամվել Կարապետյան, կանես, չէ, իսկ թվում է պետք է անել։ Մի քիչ ուղղակի սրանց քաշ տալու համար, հա։ Սպառնալիք է, չէ, գրում եմ մոտս, չմոռանամ, որտեղ հեսա համասին խոսալ եմ։ Գնանք առաջ։
Հա, սա երկու օրվանից արդեն թվում է։ Գնում է, որ Էրդողանի հետ ճշտի խաղաղության պայմանագրի ստորագրման վայրն ու ժամկետը։ Հասկացաք։ Դրա համար ասում, հույս ունեն, որ պետականության համը բերաններ է տամանալու։ Ուրեմն իմացեք սա ուրա գնում եւ ինչի համար է գնում։ Եվ այսպես։ Այն օրերին, երբ որ իշխանությունը եկեղեցի հարաբերությունները լարված են, այդ թվում եւ Facebook-յան գրառումները, երեք օրինակ հոգեվորականներն արձագանքում էին եւ ասում էին, որ նաեւ արտարադատության նախարարությունն է այստեղ անելիք ունի իշխանությանը զսպելու, որովհետեւ ըստ էության անձնական դաշտ է։ Ես ուզում եմ դեմքի մումիոտ արտահայտությունն է, սա մումիա է, սա կին չի, մարդ չի, սա մումիա է։ Իրա ամբողջ պետության արտահայտության նախարարի մոտ խոսում են, որ պետությունում անարդարադատություն կա եւ դա հնչեցվում է մեդիայով ու դեմքին մի հատ միմիկա չի շարժվում։ Սա նույնս եմ ասում։ Կա հոգեբանական տեսակ, որոնք իրանք ոչ մի զգացման մեջ չեն մտնում, իրանք բան չունեն, էմպաթիա չունեն։ Դա հոգեկան հիվանդություն է, էլի։ Այսինքն ոչ մի բան իրանք չի հուզում։ Այսինքն իրանք նաև կարող են հանգիստ առանց միմիկայի փոփոխության նաև ասել ոնց է մարդ մահանում, կամ ոնց է դժբախտություն լինում, կամ ուրախություն։ Իրանք ասենց է էմպաթիա չունեն։ Սա հոգեկան հիվանդություն է։ Գնանք առ։ Մտնում եւ դեռ ուղված քննադատություն կա այդ առումով։ Իսկ ինչ ասենք։ Ու մի անգամից իսկ ինչ ասենք։ Իրան ասում են, հանցագործություն է կատարվում։ Դուք ինչ պետք է արձագանքեք, ասում, իսկ ինչ ասենք։ Այսինքն ոնց, ինքը նույնիսկ չի հասկացել իր կոչումը եւ իր պարտականությունը ինչի համար ինքը աշխատավարձ է ստանում, նույնիսկ ինքը չի էլ հասկացել ինչի համար աշխատավարձ է ստանում։ Սահմանադրական կարգ է տապալում, տիկին նախարար, սահմանադրական կարգ է։ Լավ։ Սահմանադրական կարգ է խանգարում, ոնց թե ինչ ասեն։ Ո՞վ պետք է ասի։ Լավ։ Եկեք հասկանամ։ Ես հիմա փոքրիկ դասախոսություն երևի պետք է անցկացնեմ, սա Ինքը փաստորեն որոշել է իմ փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնի սահմանադրական կարգի մասին։ Այս երեխեքը լրագրողները իրենք պարզ բան են ասում, որ հայտարարությունը հնչե, սպառնալիքը հնչե, եւ դուք ռեակցիա չեք տալի։ Մեզ ինչ պիտի անենք։ Այսինքն իրանք քո գործողություններն էլ հələ պետք է ասեն, հələ պետք է հոդվածներն էլ մեջ բերեն, մեջ բերում անեն, հա, ձևերն էլ ասեն, ինչը, այս բա դու ինչի համար ես այնտեղ վեր ընկած տիկին նախարար։ համանդրական կարգի տապալում հասկացության հետ կապված մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ինձ չեք ընդհատելու եւ եթե հարցը տալիս եք, խնդրում եմ լսեք պատասխանը։ Բանը էմպաթիան sense անջատած է դիմասինից, ինքը հանգիստ է, որ ինքը ինչ ուզի կարող է անպատասխան ասի, ու իր դրա համար ոչ մի բան չի սպառնում, ոչ մի հետևանք չի ունենալու, այլ բան ասենք ոնց է հիմնավորում իր անգլագիտությունը։ Այո, շրջանառվում է մամուլում, մեդիա դաշտում, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Լսեցիք, որևէ անձ դադարեցնի կոնկրետ հոդվածների գործողությունը։ Նստի երկուս։ Ես քեզ որպես երաժիշտ եմ ասում։ Երկուս ու քեզ դաստվածներին էլ բոլորին էլ երկուս, որտեղ ոչ մի անձ չի կարող սահմանադրական հոդվածի գործողությունը դադարեցնի։ Նրա գործողությունները կարող է բերեն խախտման, նրա գործողությունները, հայտարարությունները կարող է հակասեն սահմանադրությանը։ Այսինքն ո՞նց է պետք է կանգնեցնի, այսինքն ո՞նց պետք է կանգնեցնի։ Եթե չի կանգնեցրել, եթե մարդը սպառնացել է, բայց այդ հոդվածը չի կանգնացել, ուրեմն դա սահմանադրական կարգը խախտել չի։ Այսինքն նշանակում է ես քանի չեմ կանգնացել սահմանական այդ գործու բանը, այդ process-ը, այսինքն
իմ գործողությունը չեմ կանգնացել դա, ուզում դա սահմանական կարգի խախտում չի, այդ դեպքում հարց, բա այն վրա քրեական ինչ հոդվածով են գործը դրել։ Շեֆը գնացել սահմանադրության հակառակ մարդկանց տնից զրկում են, ասել են պարզ, ով այ մարդուն իր տնից հանի, ծեծելով բռնությունով, իրան պետքա տեղում սատկացնել, այսինքն այդ մարդը գնացել է սահմանադրական նորմ խառնելու, խախտելու, մարդուն իր սեփականությունից զրկելու, ես էլ ասում եմ, ով Հայաստանի Հանրապետության մեջ կարող է սահմանադրական կարգին հակառակ գործողություններ անի, թուսքի թշնամի բանը համար, հոգուտ թշնամու, իրան կարելի է ու անհրաժեշտ է սատկացնել տեղում։ Ինչ է ստացվում, փաստորեն, տիկին տգետ, այս սահմանադրական կարգը խախտողին, մարդուն իրավունքը զրկողին ոչ մի բան չկա, բայց իմ խոսքի համար իմ վրա հոդված կա։ Ու այս անգրագետը, այս երեխեքի մոտ, հիմա այս լրագրողը իրանք պարտավորել չեն լինեն իրավաբան, կամ այսքան բանի մեջ խորացած լինեն, չնայած վատ չէր լինի, որ ասես փուրը տային գզեն իրան, ուղղակի տեղում, ասեն այդ տգետ, դու ես եկել դաս տալի, մենք ես չենք հարցնում, որ հոդվածն ասում եք ինչի միջոցներ ձեռք չես անել, ստեղ սպառնալիք կա, սպառնալիք, մարդուն քաղաքական, քաղաքացիական հայացքների համար սպառնալիքը հնչեցվել պաշտոնատար անձի կողմից, պատգամավոր ու վարչապետ, որը հայտարարում է, գնում ենք, խմբեր են կազմում, մտնում ենք վեհարան, իրան զրկում ենք պաշտոնից։ Այսինքն ինքը պետք է կանգնեցնել սահմանադրական գործողությունների այդ process-ը, որ ինքը համարվի սահմանադրական խախտում, ո՞նց ես դու պատկերացնում դա։ Բայց եթե հայտարարության համար, խոսքի համար ոչ մի պատիժ չկա, բայց վրա քրեական գործը դու ո՞նց եք հարուցել։ Տիկին տգետ։ Լսեք շարունակությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխանության մասին հայտարարություն չի եղել հակասում։ Տգետ։ Վարչապետը քանի անգամ ասել, մենք պետություն չենք, պետության կրճոններ ենք, մենք կանանք նաև պետություն չունենանք։ Ինչքան հայտարարություններ ասել։ ինքնիշխան, սոցիալական, ինքնիշխանության դեմ հայտարարություն չի եղել, սոցիալականի դեմ հայտարարություն չի եղել։ իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այսինքն մարդը բարձրագույն արժեք է թղթի վրա, բայց եթե մարդը համարվում է, հայտարարում է, որ բարձրագույն արժեք չի, դա սահմանադրական կարգի խախտում չի։ Եթե մարդը բարձրագույն արժեք է, մարդու արժանապատվությունը ոտնահարելը հանցագործություն չի, սահմանադրական կարգը խախտել չի, քո շեֆը մարդու արժանապատվությունը երեք, այսօր, անբարոյականներ, վիժվածներ, սրբապիղծներ, քերուտ դոմպի, կնգան դոմպի, այս բոլորը մարդու արժանապատվության հետ կապ չունի, տիկին տգետ։ Լրագրողներ, այդ միկրոֆոնը պետք է անես մարդկանց ձեռնին, այս ամեն ինչին տիրապետ էին, էլի, որ sense հիմա հերթով իջացնեին գլխին սրան, որ այս ինքնավստահություն է, հուջ դատարկ ինքնավստահությունը։ այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, խոսքն այն մասին է, որ ոնց տարանջատված է իշխանությունները, բա վարչապետը ոնց է գնում կաթողիկոս փոխի։ Այդ ես չեմ ասում, այդ ինքն է հայտարարել, այդ տգետ, այս մարդիկ դրա համար են ասում։ Ասում այդ բայեսի, իսկ ինչ ես պետք է անեի։ Ինչ։ Այ որ դու լիներ իրական նախարար, կիմանայիր ինձ։ Եթե չգիտես, քեզ կդատեն հանցավոր անգործության համար։ Որտեղ չիմանալը օրենքից չի ազատում։ Դա կոչվում է հանցավոր անգործություն, շատ դեպքերում նույնիսկ հանցակից։ Դու պաշտոնական դիրքի չարաշահում ես, դու ձերբակալեիր, չես արել։ Մի խոսքով, այնքան հոդված կա սրա հետ կապված։ Նայած այդ դատավորը որը կդնի, վրետ ու շատ շուտով կդնի, որտեղ տեսնես այդ ճաղերի հետևում այդ դեմքը, այդ նույն հպարտությունը, այդ նույն հանգստությունը չի աշխատելու։ Դե հիմա գնա ու հանգիստ ասասներից մասին մտածի։ Մենակ առաջ։ Ես ուսում եմ մասին դուք լսեք, քանի որ այս պատերազմը նորից եմ ասում, Հայաստանում շատ բաներ է խառնել։ Ինչ կա հանելա ջրերս։ Ինչ կա հանելա ջրերս։ Սա
հայ տղայա խոսում է հրեայի հետ։ Понимаете или нет, мы смотрели намного вперед. Սկզբից լսենք։ А вообще в целом вам Азербайджан нужен или нет? Հարցը տենց է, ընդհանրապես ասում եմ, ձեզ Ադրբեջանը պետք է, թե ոչ։ Так случилось в политике, что нужно Միանգամից խառնվեց իրար ասում է։ Նենց է ստացվում, որ քաղաքականության մեջ պետք է было поддержать Азербайджан. պետք է աջակցել Ադրբեջանին։ Ну, я не знаю, вы сейчас это понимаете или нет. Ինքը հասկանում է, որ ինքը հանցագործ ասում է, հասկանում եք, միմիկան խայտարակ է։ Ինքը դիսկոմֆորտի մեջ է, ինքը չի ուզում այդ մասին խոսալ, այս դեմ կամ ինչ ասում է։ Ասում է, դե մենք Ադրբեջանին օգնեցինք, ես չգիտեմ դու գիտեք թե ոչ։ Мы смотрели намного вперед. Մենք նայել ենք շատ ավելի առաջ, что у нас будет война с Ираном. որ իրանք Իրանի հետ պատերազմ պետք է И անեն։ нам нужна была территория из Азербайджана, чтобы ее использовать против Ирана. Որովհետև իսկ մեզ պետք է լինելու տարածքը Ադրբեջանից, որ դա օգտագործեն Իրանի դեմ։ Բարձ ասում են մարդիկ։ Այստեղ նաև ուրիշ բան են ասում իրանք, որ վստահ են եղել, որ հայերի պարագայում դա չի լինի։ Այսինքն հայերը թույլ չեն տա։ Ադրբեջանցիները թույլ կտան։ Դա համար էլ իրանք օգնել են ադրբեջանցիներին։ Դասենք շարունակությունը։ Как мы сегодня ее используем? Ինչպես հիմա օգտագործում են։ Դա բարձ ասում է։ Լսում եք մեր Իրանի եղբայրը։ Взлетные полосы, вылетающие на Иран и все остальное. Այդ ճանապարհները, այդ թռիչքա ճանապարհները, որոնք թռնում են դեպի Իրան եւ մնացած բոլոր կարևոր բաները։ Говорят то, что также Израиль будет воевать против Турции, а там уже как раз-таки будет спорный момент. Азербайджан говорят то, что все-таки станет на сторону Турции. Ասում եմ, որ դուք հետո սրանց հետո կռվել եք Թուրքիայի դեմ, բայց այդտեղ ասում եմ հակառակ բան, կոնֆլիկտ կլինի, ասում եմ, Ադրբեջանի տարածքից դուք ո՞նց եք պատրաստվում։ Թուրքիայի դեմ կռվել։ И, кстати, говорит это израильский политик. Ու դա մասին ասում է Իսրայելի քաղաքական գործիչը։ У нас про это говорят Մեր մոսին դա մասին խոսում են մեր մոտ, որ հաջորդը լինելա Թուրքիան։ в открытую, как бы сейчас Բաց են խոսում ասում դա մասին։ намного меньше стали об этом говорить. Но я думаю, к тому времени поменяется политика в Азербайджане. Ասում եք ճիշտ է հիմա ավելի քիչ են խոսում դա մասին, ասում հույս ունեք միջև այդ կփոխվի քաղաքական վիճակը Ադրբեջանում։ Уйдет вот этот халифат их, который он принес в страну. Ու այդ խալիֆատը կգնա, այսինքն ադբանը Ալիևի իշխանությունը կգնա ասում այդ ժամանակ։ Пока мы не дружили с Израилем, тут видели, сколько туристов туда летало, как страна развивалась. А сегодня Ասում եմ իջև ինքը բաներ Ադրբեջանը Իսրայելի հետ ինգլիսություն անում, ասում եմ մեզ հետ ինչքան տուրիստներ գնում այնտեղ քաղաքականություն զարգանում է իսկ у այսօր нее такой же экономический коллапс начался, как и բանի մասին կներ Թուրքիայի մասին է խոսում, իսկ ասում եմ այսօր իրանք էկոնոմիկ կոլապսի մեջ են Թուրքիայի մասին է Ադրբեջանի չէ։ в России. А вообще в целом вам Азербайджан нужен или нет? Ինչ ասում ես տեսանյութը։ Որ այդ տարածքները գրավել են հայերից, խլվել են, տվել են ադրբեջանցիներին այսօրվա համար։ Երկրորդը որ փաստ արձանագրվում է, որ իրանք վստահ են եղել, որ հայերը թուրք չէին տա դա օգտագործել Իրանի դեմ։ Երրորդ փաստը որ այդ տարածքները օգտագործում են Իրանի դեմ։ Չորրորդ փաստը որ հաջորդը Թուրքիան է եւ Թուրքիայի դեմ տարածքները օգտագործելու համար պետք է փոխվի իշխանություն Ադրբեջանում։ Լսեցի Ալիև Լսեցի։ Սպասի։ Հələ այդ գործանելու պետք է դանել սպասես։ Իսկ վստահ եմ, եթե հանկարծ ստացվի, որ իրանք Իսրայելում այդ հարցը լուծեն, Իրանում այդ հարցը լուծեն, Ադրբեջանում այսենց է։ Ալիևին գցելը։ Ասենք ինչ որ մենք երազում ենք անել ձևերը գիտեն, իրանք ձևերը մեկ անգամ մեկ կանեն։ Խոսքը պայթեցնելու մասին չի, բան չէ։ Շատ դա համար ձևեր կան։ Հիմա ինչ վերաբերում է պատերազմը մեր շուրջը կատարվում է։ Ես գիտեմ, որ շատերը ցավում են Իսրայելի համար, շատերը ցավում են Իրանի համար։ Ես ցավում եմ այդ մահացող մարդկանց համար։ Ես ցավում եմ, որ աշխարհում ցինիզմն աստիճանի է բարձրացել, որը տանելու է
կատաստրոֆաների, ոնց որ Հայաստանում է եղել։ Այսինքն ցինիզմը ինչու՞մն է, երբ որ ագրեսորը ներկայանում է որպես զոհ, ոնց որ Ադրբեջանը։ Ինքը գտնում է աջակցություն իդեմս Իսրայելի, իսկ Իսրայելը իդեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Հասկանում եք, այս կարգի բաներն է ինձ ցավ պատճառում, որովհետև եւ Թեհրանում եւ Թել Ավիվում զոհված ցանկացած մարդու համար ես ցավ եմ ապրում։ Ցանկացած քանդված շենքի համար ես ցավ եմ ապրում։ Ես առավելևս ցավ եմ ապրում, երբ որ տեսնում եմ մարդկանց ուրախությունը դրա համար, այն որտեղ մարդ մահացավ։ Շատ դեպքերում մարդիկ այդ քաղաքականության մեջ ոչինչ բան չեն իմացել, չեն էլ մասնակցել, այսինքն իրանցից ոչ մի բան կախված չի եղել, որտեղ այսօր ինչ անում է Նետանյահուն, դա չի անում Իսրայել ժողովրդի անունից։ Այդ Իսրայել ժողովուրդն է սս պատանդի կարգավիճակում, ինչպես Ուկրաինայում Զելենսկու ձեռքն են, ինչպես Ռուսաստանում Պուտինի ձեռքն են, Ադրբեջանում Ալիևի ձեռքն են, Հայաստանում էլ Նիկոլի ձեռքն են, ինչպես նաև բանում, Իրանում շատ չի տարբերություն։ Այսինքն այդ մարդկանց մահով այդ կոտորածներով ուրախանալը իմ համար անհասկանալի է։ Անհասկանալ ու ասել, այ մոլաներին ջարդում են մոռանալով, որ 300 արդեն սպանված մարդուց 90%-ը քաղաքայիններ։ Քաղաքացի ես մոլաների դեմ այդ կռիվը։ 300 արդեն սպանված քաղաքացուց 10%-ն է եղել զինվորական։ Այն զինվորականն էլ մեղավոր չի, որ ինքը զինվորական է։ 14-ը գիտնական են եղել, մնացածը պատահական մարդիկ։ Ու ամենասարսափելին, որ մարդիկ ասում են, հեսա շահի տղեն կգա ու կդառնա դեմոկրատական, իրան լուրջ եք ասում։ Հələ մի պահ պատկերացրեք, այսօր Հայաստանի վրա նույն օրինակը։ Քոչարյանը դրսում է լինում Մոսկվայում։ Ու Ռուսաստանը սկսում է ռմբակոծել Հայաստանը։ Ինչքան ուզում եք ճիվաղից դժգոհն ենք։ Ռմբակոծում է Հայաստանը սպասում է մարդկանց ու Քոչարյանը նստած սպասում է, որ պետք է բերել այդ գնով իշխանության։ Հիմա այն ինչ որ անում է Ռեզա Փահլավիը։ Նույն բանն է անում, ընդ որում իր համաձայնությամբ արվում, եւ իր համար, այսինքն Իսրայելը ոչ մի պատճառ չուներ այս ամեն ինչ անելու, եթե վստահ չլիներ, որ հնարավոր է իշխանափոխության եւ իրանց մարդը նշանակեն ընդ, որի աղջիկ ամուսնացել է հրեաների հետ, որին բերում են հրեաները նստածեն ստեղ, որ այդ ամեն ինչը ծառայի իրանց։ Հələ դա քաղաքականությունը թքած գնում եք ենկոմ։ Այս մարդը համաձայնվել է, որ այս գնով իրան բերեն իշխանության։ Երբ որ այսօր իրան հարցեցին CNN-ում հյուրեր, ասեցին իսկ ձեզ չի բանանում, մտահոգում են հանգամանքը, որ քաղաքացիական շատ մարդիկ են սպանվում երկու կողմից։ Դե ասում է, բանա գնաց միանգամից հրեաներին արդարացնելու համար։ Դե ասում է, գիտեք, իրանց հարվածներն ճշգրիտ են, ասում այդ կողքից ովքեր մահանում են, դրանք պատահական են։ Այս սա է մտահոգում, սա է վշտացում։ Իմ համար այսօրվա այդ շահի տղեն ինքը մեկն է, որ գալիս է իշխանության ամեն գնով, թեկոս իր քաղաքացիներին, իր քաղաքացիները, գիտեք, նախագահի համար բնակչությունը դա քաղաքացիներն են։ Շահի համար բնակչությունը դա իր քաղաքացիներն են։ Այնտեղ ավելի հոգևոր կապ կա, դա իր հպատակներն են։ Որտեղ ինքը չի գալիս նախագահ, ինքը գալիս է շահ, այսինքն միապետ, այսինքն այդ բնակչությունը իր հպատակներն են։ Տարածքի տերը ինքն է։ Ու ինքը ասում է դե լավ տարածքի տերը, մի քանի 100 թեկուզ մի քանի հազար թող մեռնի, ես կամ իշխանության։ Սա է իրականությունը դաժան է շատ։ Ու ես որ տեսնում եմ մարդիկ sense մի բանի վրա միակողմանի, հեսա մոլաներին ջարդում են, մոլաները ձեզ ինչ են արել։ Մոլաները չեն Իսրայելի պրոբլեմը։ Իսրայելը որ Բեյրութն է ռմբակոծում, մոլաները ինչ կապ ունեին Իրանի։ Մոլաները ասում եմ, Իսրայելը որ ամբողջ Պաղեստինն է ոչնչացել, ջնջել, 60,000-ից ավել մարդ ասպանել, երեխա։ Ու միշտ այսօր ռմբակոծում է, հա։ Այս Իրանի մոլաներն ինչ էին արել դրան։ Ոչ մի բան։ Յենացին։ Իսկ Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ։ Բայրակտարը։ Իրաց մոտ ամեն ինչ շոկոլադ է, շոկոլադ։ Ճիշտ է, հայտարարությունների մակարդակով միշտ Էրդողանն ասում է,
Նետանյահուն տարածաշրջանի ֆաշիստն է, Հիտլերը։ Բայց իրապես զենք համատակարարում Իսրայելին, ամեն ինչ ինչու պետք է Իսրայելին, ամեն ինչ թուրքիան համատակարարում։ Ընդ որում գրվում է թղթերի մեջ իբր ինքը մատակարարում է Պաղեստինին, բայց Պաղեստին գոյություն չունի։ Այդ նավերը գնում են նավահանգիստ, Պաղեստինի համար նախատեսված, ստանում են հրեաները։ Թղթերով ամեն ինչ մաքուր է, ինչպես կասեց Սերժիկ Սարգսյանը։ Սա Թուրքիան է։ Այսօր բանն է հայտարարություն տվել, արտասուց տվել Իրանի դեսպանը Հայաստանում։ Այս հետաքրքիր բան ասեց, ուզում եմ միասին լսենք։ Կհատվածում երկրների վարքագիծը կազդի նրանց հետ մեր ապագա հարաբերությունների վրա։ Ընկերներն ու թշնամիները հայտնի են դժվար ժամանակներում։ Չնայած Այս կամմանն է ինձ պետք։ Ինչ քանել ուզում է վատ ռեժիմը Իրանում, իհարկե շատ կուզենայի, որտեղ լիներ չքնաղ դեմոկրատական իշխանություն, չքնաղ եվրոպական երկիր, բայց ինչ գնով։ Եթե ներսում հեղափոխություն ուներ, ամեն ինչով կարելի է աջակցել։ Բայց սա ներսի հեղափոխություն չի, դա չի արվում իրանցիներին փրկելու համար։ Հասկանում եք։ Չի արվում, որովհետև իրանցիներին փրկելու համար չէ, որ Իսրայելը վերացնում էր ամբողջ Պաղեստինը, պետք է վերացնել Պաղեստինը։ Ուղղակի վերացնել։ Ինքը տենց էլ ասում է, սա հասկացեք, որ ինչ ուզում եք ընդունեք, ուզում եք չէ, ես ուրիշ կրոն չգիտեմ, որտեղ կրոնի մակարդակի վրա խրախուսվում է մարդ սպանելը։ Թույլատրվում է եւ խրախուսվում է մարդ սպանելը։ Այն որ մեզ ասում են 5 տակարանից մի սպանիր, այդ մի սպանիրը հրեաների համար վերաբերում է բացառապես մենակ հրեաներին։ Մի սպանիր հրեայի, մնացածին, ինչ ուզում ես արա։ Մնացածին իրավունք ունես, եթե քեզ վտանգ է զգում, պարտավոր ես իրանք առանց ամաչելու, առանց այսօրվա 21-րդ դարի ցիվիլիզացիայից գետինը մտնելու, իրանք մեջբերում են իրանք աստվածաշունչը, ասում են, մեր աստվածաշունչը իրանք Տորան ասում է, եթե գիտես դիմացինդ գալու է քեզ սպանի, առաջինը դու սպանի։ Այդ քեզ բանաձև։ Ցանկացածի նկատմամբ կարելի է կիրառել, որ ասել, իմ Տորանը տենց ասում։ Ինք ուզում էր գալից սպանել, ես էլ իրան սպանեցի առաջինը։ Այսօրվա Իրանի նկատմամբ նույնիսկ այս իր ռեժիմով հանդերձ ես իսկ պարտավորված եմ զգում իրանց աջակցել։ Նախ եւ առաջ, որովհետեւ Նետանյահուն իմ ազգի թշնամին է, իսկ Նետանյահուն նպաստել է իմ ազգի կոտորածին, իմ Արցախի դատարկմանը։ Երկրորդ, որ ինքը իրականացնում է ցեղասպանություն իր հարևանների նկատմամբ։ Երրորդ, որ ինքը այդ մասի լկտի ավարի ստում է, նշանակում է վաղ իմ նկատմամբ կարող անի դա։ Այսինքն իմ նկատմամբ հələ չի հարձակվել ուղիղ դա ոչինչ, բայց արելա չէ Ադրբեջանի ձեռքով։ Հիմա Ամերիկայի ձեռքով անում է Իրանի նկատմամբ, ճիշտ է, անում է։ Սա է վերաբերմունքը։ Բայց նորից եմ ասում, այս տեսաները, որ ես տեսնում եմ, նայեք։ Да уж, это я познакомился. Սոսկալի է։ Սա վատ է։ Նույնիսկ եթե իմ թշնամուն օգնողին է, ես սա ուրախ չեմ, որովհետև ես ընկերներ ունեմ, այնտեղ ծանոթներ ունեմ, ես շատ լավ ժամանակ եմ ունեցել երկրում։ Իմ լավագույն ռեցենզիաները, քննադատությունները ստացել եմ այդ երկրում, լավագույն։ Ես ոչ մի թշնամական զգացում չունեմ Իսրայելի նկատմամբ, ես դատապարտում եմ իր ղեկավարների գործողությունը։ Նույն զգացումը իմ ռուսների նկատմամբ է, ես Ռուսաստանի Պիցերում ես սովորել եմ Պիցերում։ Պիցերը իմ ամենասիրած քաղաքներից է։ Ամենա, եթե մի 3-4 քաղաք կա, մեկը Պետերբուրգն է։ Բայց ես դատապարտում իր ղեկավարության գործողությունները։ Այդ շեղվածությունը, այդ նացիզմը, ֆաշիզմը,
որ բերումը ընդհանուր կոտորածի ուղղակի բացի վնասից ուրիշ բան չի տալի։ Նույնիսկ հենց այդ երկրի բնակչության ինչպես Ռուսաստանում, այսօր էլ այտենց բանում Իսրայելում։ Հասկանաք։ Այսինքն ես չի որ եթե իմ ճշտամին է, ուրախ եմ որ իրանց այսօրն են գցել։ Չէ։ Ես ուղղակի ուզում հասկանամ, որ իրանք էլ հասկանան, որ եթե դու անընդհատ կոտոտում ես աչուձախ, պետքա սպասես, որ մի օր էլ գալու են քո վրա։ Բա ոնց։ Մի օր էլ քո վրա է գալու։ Բա իրանք սովոր էին, չէ՞ ասենք Համասի վրա, Համասին պետք է ներ բանով Կալաշնիկովով էին կրակելու, հա Կալաշնիկովը քեզ բնականաբար այս վնասները չէին կարող տալ։ Էն էլ ինչ որ հոկտեմբերի 7-ին տպեցին, դա դու ես թողել, մապետներով մտան, մի քանի բան գյուղացու վրա կրակեցին, դու էլ մատաղարեցիր դրանց, որ հետո ասես, «Ո, ես հիմա պետք է ջնջեմ Պաղեստինը», ու վերցրեց ու ջնջեց։ Իհարկե քեզ թվում էր բանը, Իրանը, բանը Համասը։ Իսրայելը երբեք սա չէր տեսել պատասխան որպես։ Մեզ չգիտեմ ընդեղի բնակչությունը ինչ է մտածում, արդյոք մտածում ախը չէ որ ես նույն բանն արել եմ իմ հարևանների նկատմամբ։ Բեյրութում եմ արել, Թունիսում եմ արել, Պաղեստինում եմ արել, Արևմտյան ափում եմ արել, հա։ Ինքը մտածում է դա մասն չի մտածում։ Իսկ շատ կապսոսամ, եթե ինքը սովորական բնակիչը չի մտածում, որ նույն բանը ինքը արել է ուրիշի նկատմամբ։ Վաղը նույն բանը լինելու է Բաքվում, չկասկածեք։ Լինելու է։ Ում ձեռով այսօր դժվար է ասել, բայց որ լինելու է, վարկյան անգամ չեմ կասկածում։ Այսօր ամբողջ օրը բաներ էր տարածում, որ հեսա Թրամփը ասել հայտարարել է պատերազմ, իսկ օրենսդիրները այսօր հայտարարություն են տարել Թրամփի իրավասությունները լիմիտավորելու համար։ Երկու կողմներ, դեմոկրատներն եւ հանրապետականներն էլ, հա, ընդունել են բանաձև, որով հենց Թրամփին արգելում են, այդ չի նշանակում Թրամփը չի կարող անի, բայց արգելում են, այս երկու կուսակցություններ հիշեցնում են, որ պատերազմ կարող է հայտարարել բացառապես կոնգրեսը։ Այսինքն ուզում եմ Հայաստանում ապրողները իհարկե ով չգիտին, նախ իմանան հանրապետականներն ու դեմոկրատները ինչ կարծիքի են, երկու բաներն էլ ընդունել են այս բանաձևը, որ Ամերիկան իրավունք չունի դառնալ Իսրայելի ձեռքը գործիք։ Իրավունք չունի ուղղակի։ Սա չի նշանակում, որ Թրամփը ինչ-որ մի բան չի անելու, չէ, Թրամփը ամեն ինչ անելու է, որովհետև իրան հո չեն դրել ընդեղ, որ ինքը ոչ մի բան չանի, հա։ Ինքը անելու է։ Տեսնենք հիմա ինչ կան։ Սա բանը երկու սոր բան են, բեռնատար։ Սա բեռնատար են բռնել լրիվ երկու բեռնատար իսրայելական դրոններով, որ կարող է հերթական հարձակումը իրականացված լինել։ Ուրեմն Պենտագոնը էլի հիշացնում է բանին, որ մենք չենք կրակելու Իրանի վրա։ Հիշացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում։ Սրան անընդհատ sense կաթաստում են, նույնիսկ իր ռազմետքի պետն է ասել, որ ընդեղ ընդհանրապես Իրանում մենք դրա մասին խոսանք։ Ուղղակի ասեմ, որ Հորդանանի բանը թագավորը ուղղակի ասել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա, հա, ամբողջ տարածաշրջանի համար վտանգավոր է։ Հորդանանը, բանը Ամերիկայի դաշնակից է։ Իսրայելը այս հարցում իրեն բարեկամ չունի։ Բարեկամ չունի, իրան պետք է չի, ինքը թքած ունենա բոլոր բարեկամների վրա։ Ինքը բռնել է Ամերիկայի ցավոտ տեղերից, օգտագործում է ռեսուրսները, հնարավորությունները, քաղաքական աջակցությունը, ամեն ինչ թքած ունենա իր հարևանների վրա, կարծիքների վրա, զոհերի վրա, ավերածությունների վրա։ Կարևոր չի, կարևորը Նետանյահուն իրականացնի այն ինչ ուզում է, որի հաշվին ինքը մնա իշխանության։ Որովհետև հենց պատերազմը կանգնեց, իր դատական գործը էլի կանչել են դատարան։ Իրան դատելու են, բայց այս մարդը քանի կա ողջ է, այս պատերազմը լինելու է։ Ստեղ չլի պատերազմ, ուրիշ տեղ է լինելու։ Իսկ Թրամփը այս ընթացքում շատ նեղացած է G7-ից, գիտեք։ Շատ։ Գիտեք ինչի է։ Որ բանը G7-ի երկրները վիրավորել են Պուտինի զգացողությունները։ Բայց չգիտես ինչ ասի։ Ինքը նեղացած է G7-ի երկրներից, 7-նյակից,
Որ յոթնակները, 7-ի երկրների ղեկավարները չեն հարգում Պուտինի զգացմունքները։ Ասում եմ, այս գլոբուսի վրա մենք ունենք ուրեմն երկու հանցագործ միջազգային կարբանի դատանի կողմից ճանաչված, Պուտինը բանայի Նետանյահու, Ալիև, որ ճանապարհին է դեռ ճանաչված չի, ու չորրորդը գալիս է Թրամփ, որ իր ամբողջ նպատակը ուղղակի Պուտինի եւ մյուս հանցագործին օգնել ամեն ձևով։ Հիմա նեղանում է, շատ վիրավորված է, որ չեն հարգում Պուտինի զգացմունքները։ Էլի ամերիկյան շատ վերլուծաբաններ, ես այսօր լսել եմ ավելի շատ ամերիկյան, քան ռուսական, ուկրաինական եւ մնացածները։ Ուղղի ասում են բաց տեքստով, որ Նետանյահուն ավիրում է ամերիկյան իմիջն ու քաղաքականությունը, ամերիկյան սարքել է իր համար պատանդ իդեմս Թրամփը եւ փչացնում է ուղղակի Ամերիկայի եւ Տրամփի հեղինակությունը եւ դիրքերը աշխարհով մեկ։ Այնպես չի որ ոչ մեկ չի հասկանում են։ Ուղղակի, բայց հլն են ստացել, որ այդ որոշումը ընդունողը Տրամփն է։ Այսքան բան հասկացողները կան։ Ուրեմն Ամերիկայի հետախուզությունը զեկուցում է Տրամփին, որ 3 տարի առնվազն կա, որպեսզի Իրանը կարողանա միջուկային զենք սարքել։ Իսկ ոչ մի պատճառ չկա հիմնավոր, որ Ամերիկան պետք է միանա այս պատերազմին։ Պարզ զեկուցում է ռազմավարական, որ չունի այդ մարդը չի ստեղծում, ու ինքը ոչ միայն չի ստեղծում, դրա համար էլ ինքը բաց ասում է արի այդ բանակցենք, արի քո ինսպեկտորներին բեր, բայց իրանց դա պետք չի, որովհետև նորից եմ ասում, ունենար զենք թե չունենար այս պատերազմը իրանց պետք է իրանց համար, սա Նետանյահուի համար այս պատերազմը պետք։ Իսկ Տրամփը ինչ անի Նետանյահուն, սենց հետևից գնում է ուղղակի։ Իր գլխավոր նպատակը, որ սենց նայում եմ, ամեն գնով Ամերիկայի միջը ծախսերը, ամեն ինչը փչացնելով, այս երկու հանցագործներին օգտակար լինելու մեջ է տեսնում իր ֆունկցիան։ Ոչ թե ինչ կլինի Ամերիկայի հետ, տնտեսության հետ, ժողովրդի հետ։ Հիմա էլ ամբողջ աշխարհը սպասում է, որ պետք է հայտարարություն անի, որ պատերազմի է միանալու։ Հիմա կարող է մենք ես այս հաղորդումը վերջացնեմ, եկա տեսնենք արդեն տեսնենք այդ հաղորդումը եղել է, հայտարարությունը եղել է։ Ես չգիտեմ, ամեն ժամանակ կարող է, ամեն վայրկյան էս դա լինի, բայց ուզում եմ բոլորդ իմանաք, որ նախ Պենտագոնը դեմը, ռազմավարական ասում է, որ դա պատճառ չկա, այսինքն ամեն ինչը անհիմն է։ Չկա։ Եվ հիշեցնում են երկու կուսակցություններ, որ դու իրավունք չունես պատերազմ հայտարարելու, դա կոնգրեսի գործն է։ Բայց մենք գիտենք, չէ՞, ամբողջ 60 օրվա մեջ, որ բոլոր ստերը սա տապալված նախագահ է։ 60 օրվա մեջ ինչ ասել է, ինչ հայտարարել է, դատարանը մի ամիս 20 օր հետո ասել է սա անօրինական է, սա անօրինական է։ Ինչ որոշում կայացել է, ամեն ինչ եղել է անօրինական։ Տաքսերից սկսած մինչև միգրացիոն իր քաղաքականությունը։ Սս ոտից գլուխ տապալված Նիկոլայեսի։ Հիմա ասում են դու իրավունք չունես, բայց դե ինչ կանի, վաղը ոչ մեկս չգիտի։ Իսկ դու ինքն էլ չգիտի։ Նետանյահուն ոնց ասել է երևի։ Հիմա լսենք մեր ժողովրդին։ Ո՞րն է ամենավատ բանը, որ այս 7 տարվա ընթացքում արել է Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչը։ Ամեն ինչը։ Ինքը вообще իրավունք չունի պրեմիեր-մինիստրը լինել։ Ինչ եք կարծում։ Մարդիկ ո՞րն ասեն, է։ Ինչ եք կարծում, ո՞րն է ամենավատ բանը, որ 7 տարիների ընթացքում արել է Նիկոլ Փաշինյանը։ Ազիզյան, ինչ լավ բան արել, որ Նիկոլ Փաշինյանը մենակ երկիրը քանդել է։ Ինչ արել։ Նա կարած ասել, նա որպես լրագրող մի հատ բան ասա, որ լավ բան արել։ Նա ամբողջ մեր հայերը երկրով մեկ ցպնած են։ Սա ասում են բանը, նիգրամատնի պոլուդուրակ։ Ինչ։ Ճիշտ են ասում։ Իսկ վերջում ուզում եմ լսեք այդ նիգրամատնի պոլուդուրակ, դա անգլագետ իդիոտը հայերեն ասած։ Ինչ է մեզ առաջարկում։ Որտե շատերը մոռացել են։ Կարակը թանկացել է ժողովուրդ ջան։
Խառը կանաչի կերեք, ինչ ա եղել որ։ Գիտեք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը, ինչ ա եղել։ Բանը կարա միս թանկացել է կանաչ ծող կերեք։ Գիտեք ինչ օգտակար է կանաչ ծողը, չեն լուրջ առանց կատակի։ Որևէ մեկը կասկածի տակ դնում է կանաչ ծողի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է, այս սխտոր կերեք այդ ձեր ցավը տանեմ, ինչ է խառնվել իրար։ Այս բարեմաղթանքների եւ այս հորդորների վրա էլ այսօր ուզում եմ ավարտել, սա իրականությունն է, այն կներեք, որ ես հիշացնում եմ, թարմացնում եմ հիշողությունը, սա է առաջարկում մեզ, հա, ուղղակի բան եմ ուզում հիշացնեմ, ոնց որ հենց առաջին օրը, որ ես հայտարարվեց, ես էլ հիշացեցի իրան, ասի քո այն աղբանոցի կողքը պատվող են կենթանուն էլ ասա, որ մոտարապես նման մի հայտարարություն են արեց Մարիա Անտուանետը, ասեցի ժողովուրդը հաց չունի, ասեց հաց չունի, թող գաթա ուտի, ու հետո թե ինչ եղավ իր հետ, պատմությունը արդեն մեզ այդ մասին հուշում է։ Պատմությունը այս անգամ էլ է հուշելու ու ես այսքան կասկած չունեմ։ Այսօր արդեն պարզ էր, որ Փաշինյան Նիկոլի հրամանները մնում են օդի մեջ, մասնավորապես Ամել Կարապետյանի ձերբակալելու, բերման ենթարկելու, երեսը ասֆալտին քսելով եւ այլն եւ այլն։ Մնաց օդի մեջ ու ինքը այս ամեն ինչը դեռ ծաղկացնելու